բարևում եմ ձեզ, իմ շատ սիրելի, հարգելի բաժանորդներ ջան, Աստծո լույսն ու օրհնությունը անպակաս լինի ձեզանից, սիրելիներս։ Այսօր որոշել եմ պատրաստել բանջարեղենային ճաշ լոբով, բամյայով, լոլիկով, պղպեղով, սոխով, կարտոֆիլով, դդմիկով, պղպեղներով գունավոր, աջափ սանդալ։ Հարգելիներ, այս սոխը, սմբուկը բոլորը լվացել եմ, պատրաստել եմ։ Սմբուկը կլցնեմ հեսա աղաջրի մեջ, թող սև ջուրը եւ դառնությունը դուրս տա։ Այստեղ մեր հողամասի վերջին լոբիները կմաքրեմ, կլվանամ, կկտրտեմ։ Այստեղ ունեմ մի քիչ բամյա, նորից վերջիններն են, մի քանի հատ կգցեմ աջափ սանդալի մեջ, մնացածը որոշել եմ լոլիկով ձվածեղ պատրաստեմ։ Միասին ենք պատրաստելու։ Խառը անուշահամ կանաչիներով, անուշաբույր կանաչիներով, սամիթով, մաղադանոց համեմ կգցեմ, մի փոքր ռեհան։ Սիրելիներ, շատ համեղ է ստացվում, բոլորս էլ ամեն մեկս մի տեսակ է պատրաստում, համարյա բոլորս էլ կարելի ասել նույն ձևն է։ Պատրաստեմ, որովհետև արդեն մեր լոբին էլ է վերջինը, հարգելիներս, խնդրեմ։ Նոր կմիանամ ձեզ։ Հա, ես պատրաստելու եմ մի 2 կտոր հավի միս եմ վերցրել, հավի մսով, արդեն ես, տեսեք, արգանակը եփել եմ, քափ կոչվածը հավաքել եմ, այստեղ էլ մաքրեմ բոլորը, միանանք, մաքրեմ, կտրտեմ, նոր կմիանամ ձեզ, սիրելիներս, առայժմս։ Հարգելիներս, բոլոր բաղադրիչները լվացել եմ, սմբուկը դդմիկով, այստեղ պղպեղն է, գունավոր կարտոֆիլը, պամիդորը, այստեղ մեր լոբին է, սոխ, կարմիր պղպեղ, մի գթալ տոմատի մածուկ եւ խառը կանաչիներ։ Ահա յուղը դրել եմ վրան դաղվելու, հեսա կդաղվի, կլցնեմ սոխը, հարգելիներս, որպեսզի սոխն է սոխ եղրա անեմ, մտցնեմ սոխը։ Մինչև սոխ եղրան լինելը խոսենք, հարգելիներս։ Ահա, արդեն մեր սոխ եղրան պատրաստ է։ Հարգելիներս, մի քիչ ցածրացնեմ, որպեսզի չայրվի։ Ավելացնում եմ մի ճաշի գթալ կարմիր պղպեղ, մի ճաշի գթալ տոմատ, մի փոքր խառնեմ, ավելացնում եմ հավի արգանակը քամած վիճակում մի թեթև, որպեսզի լավ մի քիչ դաղվեն, նոր կավելացնեմ պամիդորը։ Սիրելիներս, անչափ գոհ եմ ձեզանից, բոլորիցդ, մեկ առ մեկ, ամեն բարի խոսքերի համար, ինչու՞ չէ նաև խորհուրդների համար եմ շնորհակալ, ես խորհուրդներ սիրող կին եմ, վերցնում եմ լավ բարի խորհուրդները, արդեն պատրաստ է, ավելացնելու եմ ես հեսա լոլիկները մաքրած, հարգելիներս, ավելացնել, տեսեք ինչ լավ սոխ եղրա եմ արել, այսպես, հիմա կավելացնեմ մեր լոլիկները մաքրած, մի թեթև կխառնեմ, կթողնեմ, որպեսզի լավ եփվի լոլիկները, նոր մնացածը կավելացնեմ։ Իմ լավ բարեկամներ, ձեր շնորհիվ արդեն հասնում է
1000-ի իմ բաժանորդները, շնորհակալ եմ սիրելիներս, ովքեր չեն բաժանորդագրվել, թող նորից բաժանորդագրվեն, որպեսզի ալիքս առաջ գնա, սիրելիներս, ձեր շնորհիվ է, անչափ ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ, դուք ինձ համար դարձաք հարազատ, հարազատից էլ հարազատ օնլայն հարթակում բարեկամներ, շնորհակալություն, Աստված օրհնի առատորեն ձեզ, ձեր երեխաներին, թոռներին, ձեր տունն ու տեղը, հարգելիներս։ Այս բանջարեղենները արդեն վերջիններն են, պղպեղներ ունենք, լոլիկ ունենք հավաքած, դեռ լոլիկը ջերմոցում ասեցի, չէ, ունենք կանաչներ, բայց սմբուկ արդեն վերջացել է, լոբին վերջացել է, վերջինը համով հոտով ուզում եմ պատրաստել այդ աջափ սանդալը վերջին անգամ։ Ճիշտ է, ձմեռը կարող ենք պատրաստել, գնել, բայց այս ամառ այնքան ենք պատրաստել, որ դրա կարիք չկա ձմռվանն էլ պատրաստել, եթե հարկը լինի կգնենք կպատրաստենք։ Տեսնում եք ինչքան մեզ օգուտ տվեց մեր աշխատանքը, մեր չարչարանքը, ամբողջ ամառ ոչ մի բան չգնեցինք, այսքան փակուծները մեր աշխատանքի շնորհիվ, մեր աշխատասիրության շնորհիվ փակեցինք, պատրաստեցինք, անուշ ուտենք, դուք էլ ինչ պատրաստել եք, անուշ վայելեք, խաղաղ երկնքի տակ, թող ամբողջ աշխարհում խաղաղությունը տիրի, ոչ մի տեղ պատերազմներ չլինեն, խառնաշփոթություններ չլինի, հայոց աշխարհիս էլ թող խաղաղություն լինի, բավական է ինչ տեսանք, բավական է, Աստված իմ օրհնիր, պահիր, պահպանիր բոլորի զավակներին, խաղաղությունը տուր, որպեսզի ոչ մի ընտանիքում էլ լացեր չլինեն, ուրախության արցունքներ լինեն միայն, իմ հարազատներ ջան, ես ձեզ հետ շատ կապնվեցի, սիրեցի, դուք էլ երևի ինձ, ես խորհուրդներ ընդունող կին եմ, եթե կարիքը կա տվեք, ես կընդունեմ, ամեն տարիքում մեր մեծերն ասում էին, որ տարիքում է որ լինես, պարտադիր չի, որ ջահել տարիքում խրատ վերցնես, մեծ տարիքում էլ խորհրդի կարիք ունես, ինչու չէ, խորհուրդներ վերցնում եմ, լավը վերցնում եմ, եթե տեսնում եմ, այո, այդ խորհուրդը ինձ պետքական է, օրինակ երեք Նարինեն, եթե չեմ սխալվում, շնորհակալություն Նարինե ջան, ինձ ասաց, որ տակտեղը շատ մի խառնի, փայտի քթալով խառնի, որպեսզի իժոգա չկպնեք, շատ շնորհակալ եմ խորհրդի համար, ես չգիտեմ Նարինեն քանի տարեկան է, բայց սիրով խորհուրդը ընդունեցիմ, սիրելիներս, խորհրդի մեջ, եթե լավ խորհուրդ է, ոչ մի վատ բան չկա, խոնարհությամբ, բարությամբ ընդունեք լավ խորհուրդները, որպեսզի էլ ավելի իմանաք, էլ ավելի զարգանաք, կարդալով, ասելով, մեկը մյուսիս խորհուրդ տալով ենք, չէ, առաջ գնում, մեծանում, հարգելիներս, մի քիչ վատ առողջ չեմ, դրա համար դեմքով ես երկուր չեմ խոսում, երբ որ լավանամ, անպայման դեմքով կխոսեմ, հարգելիներս, մրսել եմ մի քիչ, կներեք ինձ, հարգող եղեք, միշտ մեծերին հարգող լինեք, հարգելիներս, գրեք կոմենտարյաներ, սիրով գրառումները կարդում եմ, սիրով պատասխանում եմ, սա էլ իմ խոհանոցն է փոքրիկ, երբ որ գնանք մեր նոր տուն, անպայման խոստացել եմ, որ ցույց կտամ խոհանոցը ամեն տեղ, սիրելիներս, հիմա մենք վարձակալական տան մեջ ենք ապրում, կվարձիրայ է, բնակարան է, դա մերը չէ, որ ասեմ, այստեղ էս պատրաստենք են անենք, բավականին մենք ռեմոնտ ենք արել այստեղ, բայց շատ շուտ, մաքրել ենք, որպեսզի մեզ համար մաքուր լինի և հիգենիկ, տեսնենք տա Աստված շուտով որ գնանք հարգելիներս, կհանդիպենք մեր նոր տանը, ձեզ էլ ամենալավն ու բարին եմ ցանկանում, ցանկանում եմ, որ լինեք միշտ ուրախ, ժպտակ, միշտ բարի, միշտ գեղեցիկ, սիրելիներս, հիմա տեսնենք մեր Սոխգերան լոլիկով
Ինչ վիճակում է հարգելիներս։ Հեսա կնայեմ։ Նարինե ջան, փայտեք թալով օգտագործում հարգելիս։ Ահա, շատ լավ վիճակում է։ Հիմա ես կավելացնեմ իմ մոտ մի քիչ կանանչ լոբին, դե առաջվանը չի, որ շատ նուրբ լինի, ես կլցնեմ կանանչ լոբին, մի փոքր թող բուղով լոլիկի, հատիկները բա ինչքան համով են, տեսեք հատիկներն էլ մաքրել եմ, վերցրել եմ, ափսոս սեկա, ահա, իմ կաթսան փոքր է, ես փոքրով եմ այսօր պատրաստում, դրա համար հարգելիներս, այսքան լոբին կանանց ինձ բավական է, հետո կավելացնեմ մյուս բաղադրիչները։ Հիմա ես տեսնեմ, տեսեք ինչ լավ է, այդպես հավեսով գերում է, եփում է, մոտիկացնեմ կամերան, հիմա կավելացնեմ սմբուկը և մի կես կտոր էլ դդմիկ եմ լցնում։ Նախորոք սմբուկը դրել էի հարգելիներս աղաջրի մեջ, որպեսզի սև ջուրը դառնությունը դուրս տար, հիմա լցնում եմ կարտոֆիլը ու բերանը ծածկեմ, խառնեմ, բերանը ծածկեմ, սա էլ մի լավ բուղի մեջ եփվի, նոր կավելացնեմ պղպեղը, միսը։ Գույնավոր պղպեղները մի քիչ եփի, ավելացնեմ բամյան, հետո խառը կանաչին։ Հիմա ավելացնեմ միսը, մեր հավի միսն եմ ավելացնելու։ Ավելացրեցի բամյան, խառը կանաչին, բերանը ծածկեմ, խառնեմ, թող եփի, կհանդիպենք եփվելուց հետո։ Ահա այս տեսքն է իմ պատրաստած աջափ սանդալը, շատ համեղ է, սիրելիներս, լոբով, սմբուկով, պղպեղով, լոլիկով, կարտոֆիլով, վերջում բամյա և ավելացրեցի խառը կանաչի, շատ անուշ բույր ունի, համ ունի, սիրելի